Օրը մենք սկսում ենք կշռումով Եվրոյի եզրափակիչ փուլի համար UEFA-ն է կազմակերպում ճաշատեսակները, քանակությունները եւ վերահսկումը։ Չնայած մենք ուղարկել ենք մենյու եւ որոշակի փոփոխություններ արվում է հենց Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականին հարմար, որը մենք բաժանում ենք 3 մասի, մինչև մարզումային process, բուն մարզում կամ խաղ կամ հետմարզումային process։ Նախամարզումային process-ում մենք փորձում ենք աստղաջրերը լրացնել օրգանիզմի ու հիմնականում արագ ճեղքվող աստղաջրեր, օրինակ սպագեցին, կարա լինի հավի կրծքամիսի հետ մակարոնեղենը, հացը։ Մարզումային բուն process-ի ժամանակ ցածր մոլեկուլային աստղաջրեր է տրվում ծննդային հավելումների տեսքով։ Իսկ արդեն հետմարզումային process-ում մեր սնունդը իր մեջ ներառում է հիմնականում պրոտեիններ, որ իր մեջ տավարի միսներ ներառում եւ սպիտակուց պարունակող այլ ճաշատեսակները, որոնք որ վերականգնումն են ապահովում, իհարկե միայն ճաշատեսակներով չենք կարող բավարարել պրոտեինի տվյալ քանակը, քանի որ բավական ինտենսիվ են մեր մարզումները, նման խաղային նեղ գրաֆիկում, մենք առանձին ծննդային հավելումի տեսքով պրոտեին ենք տալիս արդեն երեկոյան ժամերին։ Պրոցեդուր ենք իրականացնում, որոնք օգնում են թե ստորին վերջույթներից այրան շրջանառության, մարզումներից հետո կուտակված ֆոստազի ցրմանը, պրոցեդուր ենք իրականացնում կեմրետի սարքով, նորմոտեկ սարքով, տարբեր կինեզոլոգիական աշխատանքներ, բուժական մերսումներ, ակուպունկտուրա է իրականացնում Ստեփանյան գորը, Մալիգանի մեթոդն ենք օգտագործում, ունեմ ես բավականին լավ ինձ օգնող թիմ, Գոռա Ստեփանյան, Անուշավանը Ղազարյան, թե սննդակարգով, թե սննդային հավելումներով մենք փորձել ենք ու ստացվել է կանխարգելել վնասվածքները։ Ինչ ես ֆուտզալի ազգային հավաքականի հետ եմ, դեպք չի եղել, որ որոշում կայացվի, որ ինչ-որ վնասվածքով մարզիկ չի գալու ազգային հավաքական, միշտ որոշումը լինում է այնպես, որ մարզիկին հրավիրենք հավաքական, տեղում պարզենք ու եթե հնարավոր է բուժենք։ Սպորտային բժշկության մեջ մենք ժամանակի սղության խնդիր ունենք։ Իսկ մեր ֆուտզալի ազգային հավաքականը իր սպეციფიკությամբ է տարբերվում, որ մեր տղաները պատրաստ են նույնիսկ վնասվածքով, իրենց առողջությունը դնելով երկրորդ պլան դուրս գան խաղադաշտ։ Ղանդիլյան Միքայելը պատրաստ մկանով համաձայնվել է դուրս գա խաղադաշտ։ Նիկիտա Խրոմիխով վիրահատությունից կարճ ժամանակ հետո վստահելով մեր խոսքերին, ոչ թե իրեն վիրահատած բժիշկի խոսքերին, վիրահատած բժիշկն էլ էր կապնվել մեր հետ, չէր թույլ տալիս մասնակցի խաղերին, բայց Նիկիտա Խրոմիխը հանուն ազգային հավաքականի, հանուն Հայաստանի նա պատրաստ էր այդ պահին խաղալ, գիտակցելով, որ հնարավոր է գնա երկրորդ վիրահատության կամ ընդհանրապես իր կարիերան ավարտվի։ Նույն խնդիրներով Միրանը Դերմենջյան, որ ներարկումներով, ցավազրկումներով է երկար ժամանակներ հոտային խաղաց է, Գարեգինը Մաշումյան, Վլադիմիրը Սանոսյան, Աղաջանովը, Ալբերտ, Արթուրը Մելքոնյան ուներ կոլատերալ կապանի պատրվազք, որը անհնար է տվյալ ժամկետներում բուժել։ Ասացի, որ կարևոր է ժամանակ չկորցնելով հենց այստեղ անել այդ միջամտությունը, իհարկե ցավերի գնով, ինքը հանուն ֆուտզալի ազգային հավաքականի պատրաստ է եղել առանց ցավազրկման այդ process-ի միջով անցնի, եթե նայեք Հայաստան-Դանիա հանդիպումը, իր դեմքի վրա կտեսնեք այդ ցավերը, թե ոնց է զգում, ինչ ապրումներ է ունենում։ Սկզբնական փուլում ես վախենում էի նման տիպի որոշումներ կայացնելուց, բայց երբ որ նայում ես այդ տղաների վառվող աչքերին, թե ինչ ձև են իրանք կռիվ տալիս վնասվածքի հետ, դրա համար սա նվիրյալների թիմ է, բժշկությունը այստեղ հարմարվում է նվիրյալների կամքին։